Ապարանում ընտրական կրքերը ներկուսակցական էին։ Ներկայացված էր քաղաքապետի երկու թեկնածու գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանն ու ինքն առաջադրված անկուսակցական Էդգար Փարվանյանը։ Բանն այն է, որ ՀՀԿ տեղական մարմինը առաջադրել էր գործող քաղաքապետին, ՀՀԿ մարզային կառույցը գործող քաղաքապետի պնդմամբ պաշտպանում էր անկուսակցական Փարվանյանին։ Հենց այդ պատճառով Ապարանում ընտրապայքարը մրցակցային էր ու փոխադարձ մեղադրանքներով ընդդեմ մութ ուժերի։ Ովքեր փորձում են Ապարանում նման խնդիրներ ստեղծեն, դա ինչ-որ ուժերի կողմից, մութ ուժերի կողմից ուղղորդումներ են։ Բայց մրցակիցների փոխադարձ մեղադրանքներից անկախ երկու թեկնածուներն էլ չեն դժգոհում քվեարկության ընթացքից։ Նրանք բոլոր 3 տեղամասերում ունեն իրենց վստահված անձինք, որոնք ամեն րոպե տեղեկացնում էին ինչ է կատարվում։ Թերություններ կարող են լինել։ Քաղաքական կրքերից այն կողմ տեղամասերն էին իրենց կրքերով ու բազմամարդ բակերով։ Երաժշտական դպրոցում տեղակայված 14-ի 3 ընտրատեղամասում մարդիկ մինչև 3 ժամ սպասում էին իրենց հերթին։ Երբեմն քվեարկողների, երբեմն էլ հանձնաժողովականների նյարդերը տեղ էին տալիս։ Քաղաքացիների այսպիսի աննախադեպ ակտիվություն չէր գրանցվել ոչ նախագահական, ոչ խորհրդարանական ընտրություններին։ Թիմ ընտրությունը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Եթե հավաքանի անդամները, տեխնացուները շատ են լինում, բնական է իրանք նպաստում են, որպեսզի սենց ակտիվություն լինի։ Ապարանում երկու քաղաքապետի եւ ավականու անդամության 22 տեխնացու էր առաջադրված, որոնք տեղամասերում ունեին նույնքան վստահված անձ գումարած լրագրողներ, հանձնաժողովականներ։ 14-ի 1 տեղամասի բազմամարդ դահլիճում ժամանակ առ ժամանակ լսվում էին ասպարեզի ներկայացուցչի բղավոցն ու հանձնաժողովի նախագահի գոռգոռոցը, հետո միասին հաշվում էին ներկաներին ու լռում։ Ապարանի ընտրություններում դիտորդներ չկային։ Հանձնաժողովի նախագահ Մերուժան Մկրտչյանի կարծիքով միայն մեկ դիտորդ կար, այն էլ պարզվեց լրատվամիջոց էր։ Դիտորդ էս մեկն է, MVS-AM, GET-AM, News-AM, հա։ Վարդուհի Երանոսյան։ Հատկապես գրանցված լրատվամիջոցներից ասպարեզի ներկայացուցչի ու հանձնաժողովի նախագահի ջրերը նույն առվով չեն գնում։ Կեսօրին լրատվամիջոցներում հայտնվեց լուր, որ այս տեղամասում խոչընդոտել են դիտորդի աշխատանքին։ Թվով ես գրանցում էի եւ որպեսզի նրա համար, որ 1755-ը երկրորդ անգամ չընտրվի այդ թիվը։ Եվ ինքը ուղղակիորեն խոչընդոտեց, այդտեղ սկանդալներ սարքեց, որ իրավունքը չունեմ։ Ընտրողներին համարներ էր հարցնում, որը Ընտրական օրենսգրքի 31 հոդվածով դիտորդին այդ լիազորություններ տված չունի։ Բայց տեղամասերում ավելի շատ ոչ թե միտումնավոր խախտումներ էին, այլ օրենքի չիմացություն։ Օրինակ շատերը չէին սպասում, որ քվեարկողն ընտրախցիկից դուրս գար ու փորձում էին իրար կողք ընտրել։ Օրինակ այս տատիկը շփոթել էր ավականու անդամի ծրարն էլ, քվեաթերթիկներն էլ դրել էր մեկ ծրարում ու մեկ փաթեթով մոտեցել քվեատուփին։ Լրիվ ծրարն էր դրել այդ ծրարի մեջ։ Սպիտակ ծրարը բոլոր դրել էր այս մի ծրարի մեջ։ Այս գոնե ընտրել եք Առանց ընտրելու։ Քվեաթերթիկների նախնական հաշվարկից հետո պարզ դարձավ, որ ապարանցիները պահպանողական են։ Ձայների գերակշիռ մեծամասնությամբ հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանը։ Զորապ Հարյան, Վան Ավագյան, ժամը լրատվական։